պետությունն ընկած չի, բայց հիմա ներքևից են Պուտինյան խաժամուժը ձգտում է պետությունը այդ վերևից, ուր ժողովուրդը բարձրացրել է, ձեռը գցի հասնի պետությանը ձեռ գցի ու էլի զգետնի մեր պետություն։ Սա են ուզում նրանք։ Այսինքն այն ճահիճը հետ վերադարձնել, որի մեջ ճահիճը, որովհետև սրանք այդ միջավայրն է իրենց հոգեհարազատ։ Եվ խելքները դրել են Ռուսաստանի խելքին, թե բա հզոր դաշնակից։ Այդ պարտքում դրա ինչն է հզոր։ Հզորը իմիատ իր Մոսկվան կպահի։ Իր տուապսեն կհանգցնի, հա, իր անապայի պլաժների մազութը կմաքրի։ Այդ հզոր դաշնակիցը Ղրիմում բան չի անի են։ Պլաժներում բետոնից այն դևի ատամներ չի շարի, որ վախեցած, որ այնտեղ հանգարց դեսանտի բան չլինի, մուտք չլինի։ Էսա քո հզոր դաշնակիցը։ Փալասա քո դաշնակիցը։ Սատկացնելու ենք մենք ստեղ քո դաշնակցին, ոտը կտրելու ենք ստեղից։ Առանց դրա Հայաստանը պետություն չի դառնա։ Մոռացեք, որ դուք ուզում եք պետություն դառնաք եւ լինեք Ռուսաստանի հետ լավ, չի լինում տես բան։ Ռուսաստանի հետ կարելի է լինել լավ այն աստիճանի, որ աստիճանի, ասենք կարող է լինել Էստոնիան։ Հա, էլի վատ չի, դեսպան կա, բան, շուտ կարող է մանր-մուներ բանման են առնում, ծախում, հա, նորմալ է, բայց ոչ ավել, որովհետև Ռուսաստանը իր բոլոր հարևաններին դիտարկում է կամ վասալ, կամ թշնամի, երրորդ տարբերակ չկա։ Ընդ որում դուք չեք որոշում, էլի դուք որն եք դրանից։ Չէ, դուք որոշել կարող եք մի բան։ Դուք վասալ լինելու եք, թե ոչ։